1978 թվականին Սովետական Միությունում անձնագրերը փոխվեցին, կարմիր անձնագրեր դառան, անձնագրերում պետք է լիներ 3 նկար տարբեր տարիքների համար, պետք է անձնագրից հանվեր նաև ազգության մասին կետը, բայց Սովետական Միության որոշ վայրերում եղան ընդվզումներ և այդ կետը թողեցին և անձնագրերում ազգությունը գրվում էր։ Այդ նույն ժամանակ Սովետական Միությունում պետք է փոխվեր նաև կոնստիտուցիան, բնականաբար պետք է փոխվեին նաև ազգային հանրապետությունների կոնստիտուցիաները։ Եվ վերևից հրաման կար, որ ազգային կոնստիտուցիաներում ազգային լեզու չպետք է լինի կամ պետք է լինի ռուսերենը, բայց Սովետական Միության տարբեր տեղերում եղան ընդվզումներ։ Ամենաուժեղը Վրաստանում, Հայաստանում մի թեթև։ Եվ այդ կետը նույնպես մնաց կոնստիտուցիաներում, որպես ազգային լեզու։ Իսկ այդ դեպքերից 13 տարի հետո Սովետական Միությունը փլուզվեց։